Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 28-ն է եւ հաղորդում ուզում եմ սկսեմ Նապոլեոնի հանճարեղ խոսքերով, որն ասում է. «Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանինքն է»։ Ես պետք է ասեմ, որ ժամանակին տրադիցիա կար Հայաստանում, որ Հայաստանի հայրենիքի պաշտպանության գործը դա ազնվականի մենաշնորհն էր, ոչ թե ռամիկի գործը։ Դա քաղաքակիրթ մարդու առաջին արժանինքն է։ Իսկ այսօր մեր հայրենիքը սիրո պակաս ունի, շատ։ Իսկ սերը ենթադրում է զոհաբերություն։ Առանց զոհաբերության չկա սեր։ Մի բան որ սիրում ես, պատրաստ պետք է լինես նաև զոհաբերությունների դրա համար։ Եվ նայելով մեր երկրի վիճակը, կարելի է ենթադրել, որ մենք խիստ պակաս ու կարիք ունենք քաղաքակիրթ մարդկանց։ Տխուր արձանագրում, բայց անցնենք ուսումներին եւ այսպես հետքը ինչը բացահայտում։ Օրական մի բան բացահայտվում անկերներ եւ այսպես ինչպես քարքին դարձավ Տիգրանաշեն 86 թվականին այս գյուղը հիշատակվում է քարքի, որը փաստորեն իբրև էքսկլավ մտնում էր ադրբեջանական Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Իլիչևսկի շրջանի մեջ։ Լսեք, Ադրբեջանի կազմի մեջ չի։ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմի մեջ է մտել այդ շրջանում։ Մահարց։ Ո՞վ է պնդում, որ դա Ադրբեջանի տարածք է։ Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլը դեպքում պետք է ապացուցի ինչ է նշանակում Ադրբեջանի տարածք։ Ոնց է չափվում դա Ալիևի խոսքով, Ալիևի ցանկություններով, թե դատակ թուղթ կա։ Ինչ որ թուղթ։ Մենակ թե չասեք կա բյուրոյի որոշումն է, որով ընդ որում Նախիջևանը տրվում է ոչ թե կազմի մեջ, այլ ենթակայության տակ։ Ենթակայության տակ։ Ուրեմն, եթե մարդը չի հասկանում սա տարբերությունը, ուրեմն առաջին համաշխարհայինից հետո Բրիտանիան կորցրեց իր ենթակայության տակ գտնվող անտիվ անհամար տարածքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրեթե կորցրեց ամեն ինչ իր ենթակայության տակ գտնվող 99% մոտավորապես 99 անգամ փոքրացավ Բրիտանիան, փոքր, որովհետև Սինգապուրից մինչև Հնդկաստան ամբողջը իր իրապետության տակ էր, բայց իր կազմում չէր։ Նույնը ունեցել է եւ գաղութներ իր տերապետության տակ եւ Ֆրանսիան, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բոլորը ունեցել են, բայց դրանք երբեք իրենց կազմի մեջ չեն մտել։ Դա եղել են իրենց ենթակայության տակ։ Եվ այսպես, որպեսզի ոչ մեկին չթվա, որ ես սա ինձանից հորինում եմ, ես ձեզ ուղղակի ուզում եմ ցիտեմ Ալիևին։ Ալիևը գրում է, ուրեմն օգոստոսի 12-ին, օգոստոսի 12-ին 26 թվի, ընդամենը մի քանի օր առաջ, երկու շաբաթ առաջ, Նախիջևանի եւ Բաքվի, Նախիջևանի միացումը իր վաղեմի երազանքն է եղել։ Այդ հարց, այդ ասեն Նախիջևանը միացած չի եղել Ադրբեջանի։ Այդ ոնց օգոստոսի 12-ին 26 թվականի Նախիջևանը միացավ Ադրբեջանին, ոնց։ Այս հարցի քննարկում ազգային ժողովում կամ քաղաքական դաշտում մենք տեսնելու ենք, լսելու ենք ի վերջո։ Լսեք, Ալիևի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հիմար չի։ Ալիևը գործում է որպես իրավաբան, ամեն դեպքում ՄԳԻՄՈ-ը ավարտել։ Հասկանում է, որ այս քայլերի շուրջ վաղը լինելու է դատու դատաստան։ Իրան կանչելու են դատարան, ինքը ինչ-որ բան պետքա ցույց տա։ Հիմա օգոստոսի 12-ին որ 26 թվականի խոսում են նրա մասին, որ ինքը վերջապես սահմանադրությամբ Նախիջևանը միացրել է ինքը Ադրբեջանի հետ, որովհետև միջև այդ նշանակում է Իրանը չի եղել, ընդ որում նույն բանն արել է հիմա Ռուսաստանը, սահմանադրության մակարդակի վրա, ուկրաինական տարածքներն է միացել։ Այսինքն արևելյան Ուկրաինան
այդ տարածքները որտեղ հիմա կռիվ է։ Ռուսաստանը սահմանադրորեն միացրել է Իրան, բայց դա չի նշանակում, որ դա Իրանն է, որովհետև դա իր տարածքը չի։ ՄԱԿ-ի կանոնակարգով դա Ուկրաինայի տարածքն է։ Ինչ ուզում է անի Ռուսաստան, ինքը չի կարող ասի, սա իմ օրինական տարածքն է։ Ինքը ընդունել է այդ օրենքը իր համար։ Նույնը արել է Ալիևը, ու այս մասին ոչ մի քաղաքական, ասենց ասեմ, հա, խոսածող գլուխ չի խոսում։ Այսինքն այստեղ խնդիր կա, եւ ինչ է անում, ինքը կոչ է անում Հայաստանին հրաժարվել որևէ տեսակ պահանջատիրությունից եւ Արցախի եւ Նախիջևանի նկատմամբ։ Նաեւ հրաժարվել Արարատին, որպես սիմվոլ Արարատից։ Սա նշանակում է Հայաստանը իրավունքներ ունի եւ Արցախի եւ Նախիջևանի նկատմամբ, որ ինքը վաղը որ մտնի դատարան, ցույց տա, որ Հայաստանը հրաժարվել է սահմանադրությամբ, ես էլ գցել եմ ինձ, որովհետեւ ժամանակին եղել է իմ ենթակայության տակ։ Ես սրա մասին մի ամբողջ հաղորդում եմ արել Ջելոց, որը նայել է մոտ 15000 մարդ, որը չափազանց քիչ է այդպես հաղորդման համար։ Ամբողջ իրավական փաթեթը, որ այսօր կա միջազգային հարթակներում, սկսած 1818 թվականից բոլոր իրավական ակտերը ազգերի լիգայի կողմից ճանաչված եւ կնքված եւ գրված։ Նորից կրկնում եմ, ովքեր չեն նայել, ովքեր չեն նայել, լավ կլինի նայեն, ահա, հենց այդպես է կոչվում, ահա ազգերի լիգայի որոշումները փաթեթ ամբողջությամբ։ Պետք է նայեք, որտեղ ես մի ժամ եմ բացատրել, դա հիմա ընդհանրապես երկու բառով ասեմ։ Ոչ միտեղ, ոչ մակում, ոչ ազգերի լիգայում երբևէ այդ տարածքները Ադրբեջանի կազմում քարտեզով ճանաչված չի։ Միակ վարիանտը, միակ տարբերակը հիմա որ սա կարող է Ալիևը օրինականացնի Իրան, Քաշկի հետ, Տիգրանաշենի հետ միասին։ Տիգրանաշենի հետ միասին։ Դա կցված է եղել Նախիջևանին։ Դա միակ տարբերակ, որ Հայաստանը հրաժարվի դրանից։ Նշանակում է Հայաստանը միանգամից փաթեթով հրաժարվում է որպես պահանջատիրություն եւ Արցախից եւ Նախիջևանից, բնականաբար բոլոր այն տարածքներից, որոնք այս կամ այնպես կցված են այդ տարածքներին։ Հիմա հարց. Հայաստանը ինչի պետք է հրաժարվի։ Ինչի օրինակ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանից հրաժարվի, ասենք, Գանձակից։ Ինչի օրինակ չի պահանջում Ղազախի շրջանից հրաժարվի։ Ինչի չի պահանջում։ Սա եւս պահանջի իրավունք է, չէ՞։ Եթե գնում ենք դատարան, ուրեմն սենց ես եմ ուզում, դու ես ուզում։ Այն Ադրբեջանը 162,000 քառակուսի կիլոմետր է ուզում։ 162,000 քառակուսի կիլոմետր մինչև Մասիս։ Մասիսար։ Ոչ թե գյուղ։ Մասիսար էլ է ուզում ամբողջ։ Իր պահանջները դա է։ Եվ քիչ-քիչ Հայաստանին ասում է դու հրաժարվի, որ ես օրինական կարողանամ կպցնեմ։ Եվ հետ կբացահայտել աղբյուր ջան։ Այս Տիգրանաշեն կոչվածը, եթե նույնիսկ դա մցված է ինչտեղ, ոչ թե Ադրբեջանի կազմում մցված, այլ կցրած է Նախիջևանին, որը նոր ընդամենը 2 շաբաթ առաջ Ալիևը իր խարդախությամբ միացրել է Իրան։ Եվ այս մասին ոչ բողոք եղավ իմջալոց, ոչ Թուրքիայից, ոչ բանը Մոսկվայից, որովհետև Թուրքիան եւ Մոսկվան էին, Ռուսաստանն էին, այդ Լենին-Աթաթուրք այդ Մոսկվայի պայմանագրով այդ տարածքները կցել Ադրբեջանին, տվել ենթակայության տակ։ Մեկը որպես ինքնավար մարզ, մյուսը որպես ինքնավար հանրապետություն։ Ոչ մի քննարկում չկա այդ մասին։ Բացարձակապես ոչ մի բան, որ դու նայում ես ինչա կատարվում, բանում խորհրդարանում ուղղակի ուզում ես ձենով լացել։ Մյուս բանն ասեմ, ես սա մասին գրել եմ, սա իմ Facebook-յան հոդվածն է, այդ մասին, որտեղ դրել եմ ազգերի լիգայի որոշումը եւ թարգմանաբար առանց որևէ խոսք իմ մասին ասելու իմ կողմից թարգմանաբար ամբողջ տեքստը, որը նայել է մոտավորապես, ես ասեմ, սա թիվը պետք է լինի 76466 հոգի։ Այսինքն 76466 հոգի նայելը իրական վիճակը գինի 76000 մարդ աշխարհով մեկ։ Չեմ ասում Հայաստանում, հա։ Արդեն գիտի ինչ է նշանակում ազգերի լիգայի որոշում Ադրբեջանի մասով։ Նախ որ ազգերի լիգան չի ճանաչել Ադրբեջան պետությունը իրավականորեն որպես պետություն, որտեղ այնտեղ պետություն չի եղել։ Դե ֆակտո Բրիտանիան ինչ որ իշխանություն նշանակել է, որից
որն է նավթը արտահանի, հա, բայց դե յուրե դա ճանաչված չի եղել։ Դարձի դա մասին, հետևաբար Ադրբեջանը ոչ մի պահանջ, ոչ մի պետության, ոչ Հայաստանի, ոչ Վրաստանին չի կարող ոչ մի բան ներկայացնել։ Բոլոր տեղերում գրածված, որ դրա տարածքները իր հետ կապված, իր պահանջները ինքը ներկայացրել է, բայց ոչ մի բան չի հաստատվել, չի ապացուցվել։ Բոլոր վիճելի տարածքները մնացել են այնպես, ինչպես որ կա։ Եվ հիմա Ադրբեջանը վերցնում է կցում է իրան Նախիջևանը, Հայաստանն էլ ասում է հրաժարվի քո պահանջատիրությունից։ Հետնել Նիկոլ Փաշինյանը արդեն հրաժարվել է Տիգրանաշենից, որը Ադրբեջանին է չի դա Նախիջևանին է, կցված էլի նույն բաներով, թղթերով։ Հիմա հարց, էս ում բարեկամն է։ Սա ում գործակալն է։ Այս է մատ լավ նյութ կա, ես ուզում եմ անպայման ձեզ ցույց տամ, էլի։ Սարագակիցների մասին է ուղիղ։ Where I could stand in the middle of Fifth Avenue and shoot somebody and I wouldn't lose any voters, okay? Լսեցիք, սա ամերիկյան Նիկոլն ասում է, ես կարող եմ կանգնել 5-րդ ավենյուի վրա, սենց խփել մեկին, սպանել եւ ոչ մի աջակից ես չեմ կորցնի։ Այս նույն հոգեբանությունով են աշխատում բոլոր դիկտատորները եւ իրանց հետևորդները, որոնց ես արդարացիոն կոչում եմ նախիջ։ Իրանց համար եթե դու կանգնես 5-րդ ավենյուի վրա մեկին գնդակահարես, իրանց համար դա ոչ մի բան չի նշանակելու։ Այդ որակի համար այդ ինքը չէր։ Կամ ինքը դրա իրավունքը ունի։ Բայց լսենք ինչ ասում են ինքը։ It's like incredible. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ասում, անգամ եթե ես կանգնեմ Նյու Յորքի ամենամարդաշատ 5-րդ պողոտայում եւ կրակեմ որևէ մեկի վրա, ես դրանից ոչ մի ձայն չեմ կորցնի։ Թրամփը խոսում է իր ընտրազանգվածի մասին, ես լսում եմ նիկոլականների մասին։ Այսօր կխոսենք Նիկոլի շուրջ ձևավորված անձի պաշտամունքից, կուլտից։ Նիկոլը 18 թվին իշխանության եկավ երկու գաղափարի շուրջ, որի մասին բոլորս էլ տարիներով մտածում էինք ու դա բոլորիս համար օրակարգային հարց էր։ Առաջինը՝ երկրում թալաներ, պիտի վերջանար, երկրորդը՝ երկրում չկար դեմոկրատիա, պիտի լիներ։ Այդ գաղափարները կրող ու համարձակորեն բարձրաձայնող մարդը շատ արագ ձեռք բերեց երկրի բնակչության մոտ 90%-ի, այդ թվում նաև իմ վստահությունը։ Այդ վստահությունը իմ ու էլի 100 հազարավոր մարդկանց մոտ ձևավորվեց գաղափարի, այլ ոչ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ։ Եվ Նիկոլի իշխանության գալուց ամիսներ անց արդեն պարզ էր, որ նա ինքը այդ գաղափարներին հավատարիմ չի, երբ նախարարական եւ այլ բարձր պաշտոնների նշանակվում էին ոչ թե երկրի ամենակարող, ամենաունակ եւ ամենափորձառու մասնագետները, այլ Նիկոլ Փաշինյանի աջակիցները եւ ամենահավատարիմ մարդիկ, ովքեր ունեին 0 ունակություններ, 0 փորձ եւ 0 գիտելիքներ։ Արդյունքում Նիկոլը բերեց 3 պատերազմ, 3-ն էլ պարտվեց, բերեց Արցախի ամբողջական կորստի, տնտեսական եւ արտաքին քաղաքականության տոտալ կոլապսի եւ դրանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր իրեն վստահում են, որովհետեւ 18 թվականին այդ վստահությունը ձևավորվել էր ոչ թե գաղափարի, այլ անձի շուրջ։ Նիկոլականները գաղափարը գրողից այլևս չեն առանձնացնում։ Կա կույր վստահություն Նիկոլի հանդեպ, հետևաբար նա ինչ գաղափար էլ ասի, այս մարդիկ անկախ իրենց կարծիքից համաձայնվում են դրա հետ։ Նիկոլը այս անպատժելիության հոտը զգացել է ու դեմ է գնացել իր իսկ պրինցիպներին, վերջ թալանին։ ՔՊԱ-ներից շատերի բարեկամ ծանոթները առանց մրցակցության միլիոնավոր դոլարների տենդերներ են հաղթում։ Եվ դեմոկրատիա, երբ ազատ խոսքի համար այսօր ընտանիքներով մարդիկ են նստացնում, իսկ ընտրությունները ինքներդ, այդ թվում նաև նիկոլականները, տեսակ թե ոնց անցկացվեցին։ Ձեր վստահությունը ձևավորեք միայն գաղափարի շուրջ, ոչ թե ինչ-որ քաղաքական գործի շուրջ։ Այդ ժամանակ մենք կունենանք երկիր, որտեղ իշխում են գաղափարները, այլ ոչ մարդիկ։ Բայց գիտեք ինչ, սես բաներ կարելի է քննարկել Նապոլեոնի ասած քաղաքակիրթ մարդկանց հետ, որոնք իրենց հայրենիքն են սիրում, ոչ թե Նիկոլին, ոչ թե Սերժին կամ Ռոբերտին, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սես բաներ իհարկե կարելի է քննարկել, բայց բացառապես քաղաքակիրթ մարդկանց հետ։ Եթե այս ամեն ինչը հիմա ինչ որ ես ասում եմ, տեսեք, սա Ալիևի պահանջն է։ Իմիջիալոց սա Ալիևը բացառապես խոսում է, ուստեղ խոսում է դրա մասին, որ պետքա Հայաստանը անպայման հրաժարվի, որ հələ իրանց Զանգեզուրի միջանցնել է իրանց երջանկանի գետազանքները, հիմա սա իրանց ինիցիատիվան է, որ Արարատը սիմվոլ որպես հրաժարվի Հայաստանը, դա նույնպես իրանց բանը նախաձեռնությունն է, ամեն ինչ բարձր մաս այսօրվա ամբողջ օրակարգը ինքը խոսում է դրա մասին, որ սա իրենց պահանջն է Հայաստանից։ Թրամփը ճիշտ է ասում։ Իրան վստահողների համար ինքը կարա խփացի եւ բառացի խոսում է այն ինչ որ
իր վստահողները զգում են իր նկատմամբ։ Նիկոլն էլ հանգիստ կարա ասի, բարա, բա մնացածը։ Միթե հասել ենք այն աստիճանի, նորից եմ ասում, 76000 մարդ է նայել էս հոդվածը, 0 քաղաքական գործիչ է այսօր դրա մասին խոսացել։ Մեկ պարբերական էլ վերցել ուղղակի տարեցել, հիմա չեմ հիշում անունը։ Դրա ընդհանրապես օրակարգ չի դառնում ազգային ժողովում, որը նշանակում է իմ համար շատ ցավոտ մի բան, որ ես ամեն ինչը համաձայնեցված եմ միասին։ Համաձայնեցված է ամեն ինչ։ Նիկոլը մենակ չի։ Նիկոլը մենակ չի, Նիկոլը մենակ չի, Նիկոլը մենակ չի։ Այն մարդիկ, որ այսօր անհանգստացած է Ռոբերտ Քոչարյանի համար, որպես մարդ ես կարող եմ իրենց հասկանալ, հա։ Բայց չեմ հասկանում, կարող եմ հասկանալ, բայց չեմ հասկանում։ Կարող եմ հասկանալ, որ դու անհանգստացած ես, որովհետև այո, երկրում չի աշխատում օրենքը, դա լինի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Չի աշխատում, եւ դա շատ վատ է, որտեղ վաղը կարող է լինի ցանկացած մեկը։ Բայց ես չեմ աշխատում, որ դուք անհանգստացած ես մեկի համար, որը համատեղ, որ դուք չեք հասկացել միջև, որը համատեղ Նիկոլ Փաշինյանի հետ իրականացնում է այս ամեն ինչը։ Թե իրանց մեջտեղ ինչը չեն կիսելու, որ բիզնեսն են խլելու ինչի դիմաց, հավատացեք, դա իմ ու ձեր գործը չի, իմ ու ձեր գործը Հայաստանի քաղաքական վիճակի կայունացումն է, ապահովությունը, անձի զարգացման հնարավորությունը, որպես հայ իր հողի վրա, որ այսօր վտանգված է, որ այսօր պարզ մարդը ասում է, լսեք ինչ է ասում։ Պիտի ասեք, այդ քարտեզը Գերագույն խորհրդի կողմից չի վավերացվել, չեն հասցրել Արցախյան շարժումը սկսել, բայց կա երկու կողմից խորագրությունը գոնե հիմքում ու բացի այդ հիշեք, որ Ադրբեջանը չի ընդունել, որ ինքը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է։ Ինչի դուք մի հատ նախ եւ առաջ Ալիևին չեք կզցնում, որ ինքը իրանց անկախության հռչակագրից նախ հրաժարվի։ Նախ ես լավ ասում, Ալիևը չի ընդունել իրան ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, գնացել է առաջին հանրապետության իրավահաջորդության վրա, որտեղ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Իրանը չէր։ Եթե մեկն ասում է Մոսկվայի պայմանագիր, Ռասի պայմանագիր, նույնիսկ եթե դրանք օրինական իրական փաստաթղթեր են, ինքը դրանից հրաժարվել է 91 թվականին, վերադարձել է իր առաջին հանրապետության, որտեղ չի կարող ինքը գնալ հետ, բայց Մոսկվայի կարգավիճակի որոշումը մնա ուժի մեջ, հասկանում եք։ Այս ամեն ինչ իրավագիտորեն, խորհրդարանում չի քննարկվում, ընդ որում ասեմ ձեզ, նշի որ խորհրդարանում դրանից հասկացող չկա, նայեք, դուք նայեք մի հատ էստես։ Այսօրվա քննարկումները հասան մինչև 1999 Ես այս ձայնը անջատ եմ, մի հատ հաճույք ստացեք էլ այս տեսարանից, ձայնը էական չի։ Սա Նարեկ Կիրակոսյանն է, ուսուս կլորացած աչքերով երեք որ գոռում են, խոսում է բարի բուն իմաստով Սասունի հետ։ Սրանք կամերայի առաջ են կապիկ, այնը մոռանում է, որ սես բաները նկարվում է։ Սրանք հարցու պատասխանին են իրար վրա հոխորտում, սրանք միջանցքներով հիշում եք այն նկարը, ոնց էր կանգնած Թուրք Ռուբոն ու Հայաստան դաշինքի ներկայացուցիչները այսպես Բիլիկի Բոհ Մակդու հետները կանգնած հանգիստ խոսում էին։ Սա քաղաքակրթությունը չի, սրանք նույն բանն են։ Եվ դա հնարավոր չի թաքցնել։ Նույնիսկ եթե սա է բարեկամական ժեստ է, սրանից հետո պետք է լիներ Հելմետ Նիկոլ Փաշինյան, Լևոն Պետրոսյանը առաջին հանցագործն է։ Սրա քաղաքական գնահատական ինչի չկա, որովհետև երբ որ 94 թվականին զինադադարի ժամանակ Արցախն ու Նախիջևանը ճանաչում է որպես ադրբեջանական տարածք, որից Ադրբեջանը հրաժարվել է, այդ քաղաքական գնահատականը պուտի ինչի խորհրդարանում։ Հիմա Նիկոլը իր ճուտն է չի հնչացնում։ Բալավ էս ընդդիմությունը ում ճուտն է, եթե իրանց ճուտը չի է դեպքում։ Բայց նրանք ում ճուտն են։ Եվ Ռոբերտ Քոչարյանի համար անհանգստանում եք, որ ինքը ձերբակալվել է անօրինական համաձայն է, ինքը պետք է 8 տարի առաջ ձերբակալվեց ՑՄ։ Չգիտեմ ինչ դեպքում, 15 տարի էական չէ, բայց նստած պետք է լինել, հիմա ոչ թե ազատության մեջ նորից ձերբակալվել, հասկանում եք։ Եթե Ռոբերտ Քոչարյանը Լևոնի ճուտը չի, եւ իրանք բոլոր այս Նարեկը էլի նույն բաները չեն, ինչի այս հարցերը լեգիտիմ չի քննարկվում։ Լսեք, սա քաղաքական մարմին է, սա բիսեդկա չի։
իրանք դիտավորյալ են Բիսեդկի վերածում ազգային ժողովը, որ հանկարծ այս կարգի քաղաքական գիտելիքներ պոլեմիկա չգնա, միամիտ ժողովուրդն է լսի ասես ինչ է կատարվում։ Ժողովուրդը զզվում է այս տեսարանից մի պարզ պատճառի համար։ Իրան տհաճ է լսել դավաճանը դու ես, կապիտուլյանտը դու ես, թալանչին դու ես, նախկինը դու ես։ Հասկանում եք, ժողովուրդը հոգնել է այս ամեն ինչից։ Զզվում է ուղղակի։ Սա քաղաքական մարմին է։ Ու այս քաղաքական մարմինում, եթե դուք ունակ չեք այս կարգի կարևորագույն հարցերը քննարկել, հա թե ոնց եղավ, որ 26 թվականի օգոստոսի 12-ին Ալիևը հաստատում է հայտարարում է, որ վերջապես իրականացավ իրանց երազանքը, լմի վարքյան, ոնց թե։ Ու դե միջև հիմա իր կազմի մեջ չէ, հիմա էլ չի։ Ինքը նոր մտցրել է սահմանադրության Նախիջևանի իր կազմի մեջ, բայց ասում է Հայաստանը անպայման պետք է հրաժարվի, որովհետև վաղը գնալու ենք միջազգային դատարան ՄԱԿ-ի, պետք է ասենք աղբեր ջան, էլ պատերազմ չենք ուզում։ Մեկ-մեկ իսկ գրում եմ պատերազմ եք ուզում, չէ, այդ հոտին ուզում եմ ասեմ, այդ նախնի ներկայացուցիչին, որ այս Նիկոլի խոսքերն են կրկնում, որ պատերազմը դուք եք իրականացնում։ Մենք մտնելու ենք դատարանով այդ հարցը լուծենք, որովհետև մեկ անգամ եւ վերջնական պետք է դատարանը սահմաններ քաշի, որովհետև եթե սահմաններ չի քաշում, մենք հենց վաղ ուժեղացանք ու ուժեղանալու ենք, միջև Բաքու պետք է գնանք։ Չկա դատարանի որոշում։ Ես ինձ ոչ մեկ չի կարող ասի, որ ես օկուպանտ եմ։ Օկուպանտ եմ ինչի նկատմամբ։ Որտեղ է սահմանը միջազգային քաշած։ Իսկ հենց Հայաստանը հրաժարվեց Արցախից Նախիջևանից, դառնում է միանգամից օկուպանտ, որտեղ 35 տարի ինքը նստած է Արցախում։ Ու դուք կասկածում եք, որ բանի Տիգրանաշենից հրաժարվելը, այդ չեմ ասում դրա հետևանքները, ինչեր է լինելու տնտեսական եւ ոնց որ մարդը իր արյունատարանոթը կտրի, ոչ միայն իր, նաեւ Իրանի։ Դե հələ կարելի է Իրանի մասին չմտածել, բայց մարդ սեփական արյունատար անոթը կտրի։ Հա, ընդ որում, այս վերջերս ընդամենը մեկ տարի առաջ Տիգրանաշենը մցրած է Արարատի մարզի մեծացած համայնքի մեջ։ Մեկ տարի առաջ մցրած է Արարատի համայնքի մեծաբանի մեջ։ Մենք վերադառնանք այդ հարցը պատասխանին, հա։ Դուք մենակ այս абսուրդը լսեք, որտեղ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ իրենց չեն համարում, որ մի հատ էլ հիմք ընդունեն ԽՍՀՄ-ի այդ ասած քարտեզները։ Ինչ է ընդհանրապես Տիգրանաշենի հարցում զադնի դնում։ Դուք ասացիք ներվն եմ հանում, բայց պարոն Փաշինյանի, Ալիևը մեր սաղատամները քաշում է, դուք հենց ներվ եք հանում։ Ասենք չհավտարված պիտի նստենք իր դեմը բանակցենք։ Ինչ եք շտապում Տիգրանաշենի հարցում, ասեք մեր տարածքում չի գտնվում սանականություն։ Արձանագրենք, որ ժամանակը սպառվեց ու ձեր հարցը այնքան բարդ է, ես չեմ կարող պատասխանել, ես գնաց կատակ եմ անում։ Մենք այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով։ Դա բանակցությունների թեմա չի եղել։ Երբ որ արձանագրվել է, միանգամից քիթը կորեք, որ արձանագրվել է, ինքը դա հետ կապ չունի։ Նա լսեք ինչն է արձանագրվել։ Մենք դեռևս Պրահայում արձանագրվել է, որ Պրագայում է դա արձանագրվել, ինքը դրա հետ կապ չունի։ Ինքը իր վրա հղում է անում, բայց ինքը դրա հետ կապ չունի։ Պրագայում ինչ մեղավոր է, դա արձանագրվել է, որ Արցախը Հայաստանն է, Ադրբեջանը։ Լսեք։ Ալմաթայի հռչակագրի հիման վրա մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իրանին արձանագրվել։ Ինքը դրա հետ կապ չունի։ Հիմա ինքը իր նոր հանցագործությունը հղում է անելու, որովհետև ինքը արձանագրել է Ալմաթայի հռչակագրի ինչ որ մի բան, որը նույնիսկ եմ ասում։ Վերջի, թող մի քիչ կոպիտ հնչի, վերջի կատարյալ մարդ պետք է իդիոտը լինի, ուրիշ բառ չեմ ասում, որ Ալմաթիի վրա հղում անի, կամ Նիկոլ, կամ կատարյալ անմեղսունակ, որին պետք է հասարակությունից մեկուսացնել, ասել, արա, դու վտանգ ես հասարակության համար։ Ալմաթին դա ամենը խոսակցություն է, որ շարունակում ենք մեր բիզնեսը, քարտեզների մասին դե խոսք չկա, ոչ կից, ոչ կցված, ոչ խոսակցություն ընդամենը։ Ալմաթայի մեջ մի հատ երկու կարևոր կետ կար, որ կողմերը պիտի չմնջամետեն իր ներքին գործերը եւ պետք է հարցերը չլուծվեն ուժերով։ Երկուսն էլ իրականացել է նշանակման նույնիսկ այդ հռչակագիրը էլ ուժ չունի, խախտվել ամենակարևոր կետերը։ Սա հələ դրա մասին է խոսում։ Այսինքն բանի ասածն է էլի ամերիկյան Նիկոլի։ Ես կարամ խփեմ, մարդ խփեմ ու մի հատ ձայն չեմ կորցնի։ Սրան լսողն ու հավատացողների համար հավատացեք նույնն է։ Սա ինքը իր վրա հղում է անում, որ արդարացնի նոր հանցագործությունը։
Մեր խնդիրն է եղել պարզել, թե խորհրդային միության փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզը որն է, որոնք են քարտեզները, որոնք խորհրդային միության փլուզման պահին ունեն իրավական ուժ։ Եվ որն է, ով է պարզե, որ ացյանն է պարզե, մի հատ կարող եք ասել։ Չկա տենց ացյան։ Ու այդ ացյան չեն դիմել եւ Ռոբերտ Քոչարյանը, Լևոնի մասին չեմ ասում, եւ Սերժ Սարգսյանը, եւ Ստականքը։ Ովքեր դարդ են անում Ռոբերտի համար, որ ինքը բանտարկված է, ես կհասկանամ, եթե դուք դարդ եք անում, որ օրենք չի աշխատում։ Բայց եթե դուք դարդ եք անում, որ Իդանը ձերբակալել եք, իրան պետքա դեռ 8 տարի առաջ ձերբակալած լինեին։ Եվ մի հատ էլ հոդված ավելացնեին վրան, 10 տարի ղեկավարելով հանդերձ Արցախի հարցը վերջնականապես չլուծելու համար, ինքը ոչ միայն չլուծեց Արցախի հարցը, որ կարող միջազգային ացաններով լուծել, ոչ թե Քիվեստում, ոչ թե Մադրիդում, այլ Հաագայում մտնեին դատարան, ասեն ախպեջան, մի հատ հարց կա մեր մոտ, սահմանները քաշեք։ Եթե մի բան էլ պետքա տանք, առանց պատերազմ տանք ու վերջացնենք գնա։ Ինքը ոչ միայն դա չարեց, հələ Արցախին էլ հանեց բանակցային միջնաբանից ընթացքից։ Որ Ադրբեջանն ու Արցախը նույն կատեգորիայի են ընկալվում, հանեց։ Ճանաչությունը լսում։ Ոչ թե ավելի լավն են, ոչ թե ավելի վատն են, այլ խորհրդային միության փլուզման պահին ուժի մեջ գտնվող քարտեզներ եւ եկել հասել ենք այս քարտեզներին։ Այսինքն նշանակում է, այս քարտեզներն են հասել 22 թվականին, 2 ամիս առաջ մայիս ամսին ասում են, այս քարտեզ չկա։ Ու էլի ոնց որ բանը լրագրողները, չեմ ասում են հայտնի ակվարիումի ցկի իշխողությանն են, ասել են մի վարք է, եթե դու 22 թվականին գիտեի դրա մասին, 22 թվականից sense հայտարարել, չէ՞։ Դու 22 թվականից ես հայտարարել, դու մայիս ամսին բոլորին խափում էր, որ sense ընդհանրապես sense օրակարգ չկա։ Բայց Նիկոլին ընտրողի համար սա եթե կանգնի փողոցի մեջ մարդել խփի, դա էլ էական չի։ Էական չի, որտեղ դա տենց կատեգորիա է։ Դա տենց կատեգորիա է։ Ես իրան չեմ կարող մարդկային կատեգորիա համարեմ, կներեք էլի, ամենայն մարդասիրության նկրտումներից ելնելով նույնիսկ ես չեմ կարող դրանց adekvat մարդ համարել։ Դրանք ընդհանրապես մարդկային ֆունկցիա են իրականացնում, բիոլոգիական իմաստով, բայց ոչ թե մտավոր կամ ինտելեկտուալ։ Երկրորդը, այսինքն ձեր ասածը արդեն գալիս լրացնում է, որովհետև դուք ասում եք, կասեք, որ չի Գերագույն խորհրդում Ոչ մի բանը չի լրացնում։ Ոչ մեկ չի ասում այդ, որ ասում ես օրինական է, որտեղ է սահմանվել, դրա գնահատական ով է տվել։ Եվ այլն, դա էդ է, այլ կերպ վերաձևակերպած։ Իրավական։ Հələ ոչինչ չէ, որ բանը չի ասում, լրագրողը չի ասում, ժողովուրդ ջան։ Պարլամենտում սրա մասին խոսք չի գնում, ոչ մի խոսք, իրանց համար, իրան սիրուն գրկած, այսենց, հələ մենք ժպիտ ենք։ Ես ձեզ որպես body language-ի մասնագետ եմ ասում։ Երկուսի ժպիտն է վերաբերմունքն իր նկատմամբ շատ բաց է։ Շատ Անես չի որ մեկը ասես գորոզ նստած են մյուսը եկելա որ գցնի, չէ, երկուսն էլ իրար հետ մոտ են։ Ժպիտը նարեկի շատ բնական է, լարվածություն չկա, ասե կերծ չի ժպիտը, շատ ադուշի իսրտե ժպիտը։ Նույնն է թթվի քարի մոտ։ Հա? Այս հարաբերությունները ժողովուրդ ջան, սրա մասին է։ Մենք ենք ստե տվայտվում, թե սրանք իր հետ կռիվ են անում, չկա ոչ մի կռիվ, ոչ մի խոսակցություն, ոչ մի խնդրեմ, ոչ մի հակասություն սրա մեջ չկա ու չի կարող լինել, որովհետև բոլորը միասին իրականացնում են նույն հանցագործությունը, նույն։ Շարունակ։ Տեսեք, դուք ես ուղղակի ձեր խոսքին եմ հղում անում։ Ասում եք մեծ մասամբ Հայաստանի տարածքում ա եղել։ Մեծ ինչ նշանակում մեծ մասամբ։ Այսինքն, հա? Բայց հիմա դուք ինչ գիտեք, ես ասելով քյարքի ես ինչ տարածք նկատի ունեմ, մեծ մասամբ նկատի ունեմ, թե փոքր մասամբ նկատի ունեմ։ Չէ, նկատի ունեմ դա այդ հարցերը սահման։ Իսկ ընտրություններից առաջ որ ասում եք այս քարտեզ չկա, այս ժամանակ ինչի նկատի ունեիր։ Չկա թե լրագրողների մեջ որ հիշիս ես ինչ էր ասում։ Թե լրագրողներ ջան, ես մի հատ դաժան եզրակացություն անեմ, Դուք գիտեք, ես իշխանեմ ձեր աշխատանքը գնահատում, հա։ Բայց մենակ են հանգամանքը, որ ես իմ արած գործի վերաբերյալ ոչ մի նույնիսկ եմ ասում, ընդամենը մեկն է,
տարածել։ Ամբողջ մեդիան այսօր իշխանը հակա նիկոլական պետքա ծփար այս փաստերով։ Ծփար, հա? Ոչ մի խոսք։ Այսինքն սա ներկայացնելուց հետո Փաշինյան Նիկոլին մնում է մենակ մի բան անի, փախնի Հայաստանից, որտեղ ոչ մի շանս չունի ՄԱԿ-ի փաստաթղթերին դեմ գնալու։ Միակ վարիանտը գիտեք տարբերակը որն է ՄԱԿ-ի փաստաթղթերին դեմ գնալու։ Չխոսալ այդ մասին։ Ես հիմա ամենավատ բանը պետք է ասեմ։ Ես այսօր իմ համար բացահայտեցի, որ Հայաստանում անկախ մեդիա չկա։ Հայաստանում կա մեդիա, որոնք սպասարկում են օլիգարխներին, որոնց թույլատրված է խոսել այնքան, ինչքան դա միջանձնյա մակարդակների վրա է։ Թե Նիկոլի ինչքան վատն է, բայց ոչ երբեք այն մակարդակների վրա, որտեղ լուծումը ամենակարևոր հարցը, Հայաստանի ինքնիշխանության հարցը եւ Ադրբեջանի ոչ մի բան լինելու հարցը։ Սա գիտեք ինչի է նման։ Ամերիկյան բժշկությունը դրա վրա է հիմնված, ասեմ ձեզ, մեծ գաղտնիք բացեմ։ Ամերիկյան բժշկական համակարգը հիմնված է մարդուն հիվանդ պահելու վրա, ոչ թե բուժելու վրա։ Այս համակարգը ստեղծված է սենց, որ եթե դու հանգարց մի հատ պրոբլեմ ունես, գնացիր բժիշկի, դու ուրեմն մեծագույն պրոբլեմ ունես արդեն, որտեղ քեզ կտշեն բոլոր կաբինետներով, բոլոր հաստատություններով, միլիոններ կծախսես դրա վրա։ Ամենակարևորը, նույնիսկ դա եթե քեզ անհրաժեշտություն չի, բայց անպայման պետք է գնաս, ոստուգեն, որ հանգարց այդ պրոբլեմը դու չունես, հա։ Դու ծախսում ես աննորմալ փողեր եւ ամենակարևորը, քո բուժումը ոչ թե քեզ բուժելու նպատակ ունի, այլ քեզ ուղղակի չթողեն, որ վիճակը վատանա, որ դու մշտապես կախվածություն ունենաս բուժումից։ Անընդհատ վճարես, վճարես։ Հիմա սա նույնն է։ Հայաստանի քաղաքական դաշտը այդ ընդդիմադիր թերթերը կծոցին բան անձերի մակարդակի կծոցի է, բայց ոչ թե երբեք մեծ հարցի լուծման համար։ Մեծ հարցի լուծումը Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտի վերջնական լուծումը գտնելն է, չէ՞։ Այս սա չեն արել երբեք Ռոբերտ Քոչարյանը, դե բարձր Լեոնիդ Պետրոսյանը չեր անելու, չի արել Սերժ Սարգսյանը, չի անելու եւ սա։ Հետեւաբար իրենց պատկանող մեդիաները չեն անդրադառնում ամենակարևորին, որտեղ փակվում է թեման։ Եթե այս մեդիաները անկախ, հա, իրանք իրոք նպատակ ունենային այս բանը հարցի լուծումը գտնել, սա մեծագույն նվեր է իրանց։ Իրանք այս փաստաթղթերի մասին ոչ գիտեն, ոչ էլ տեսել են, ոչ էլ կարող են ունենալ։ Սա հիմա ազատ դրված է իմ Facebook-յան էջում։ Ոչ մի անդիմադիր լրատվական, սա ոչ վերլուծական արեց, ոչ ռեպորտաժ արեց, ոչ այսօր դրել են Նիկոլի դեմը, որ ասեն հələ մի բան, դու ոնց ես Ադրբեջանի պահանջներից խոսում, երբ որ Ադրբեջանը ոչ մի լեգիտիմ իրավունք չունի ոչ մի տարածքի վրա։ Ոչ մի ձայն, որը բերում է ինձ մի հատ դաժան, որի մասին ես գիտեի սկզբունքորեն, բայց ես չէի պատկերացնում այդ մասշտաբները։ Որ Հայաստանում այսօրվա քաղաքական դաշտում չկա ուժ, որ այս հարցի լուծումն է ուզում։ Իրանք այս կաշմարի մեջ, այս կեղտի մեջ իրանց դիրքն են ուզում։ Լուծումը չէ, նույնը ասում ես, հիվանդին բուժել եւ հիվանդ պահելու վիճակի մասին է խոսքը։ Սա լուրջ ու երկար, sense մտածելով որ հասկանամ էլի ինչն է պատճառը։ Ինչն է պատճառը սրա։ Ու այս հարցին էլ կարելի է այսանով պատճառ տալ։ Այս կրաչը, այս չարքը լրիվ ասում եմ, ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխին եւ որ Ղարաբաղյան հակամարտությունը հակարդ է։ Այսինքն այս մեր Ղարաբաղյան հակամարտությունը ինչի մասին էր։ Պատմական արդարությունը վերականգնելու մասին է։ Ինքն ասում է, սա թակարդ է, ոչ մեկ չի գնում դեմը ասի, արա, սա թակարդ չի, սա մեր պատմական արդարությունն է, էս էլ փաստաթղթերը, դա մերն է, դա Ադրբեջանինը չի։ Ինքը ասում է բոլոր խոսույթները, որոնք թելադրվում է Բաքվի կողմից։ Եվ մամուլում վերլուծական դաշտում ոչ մի հակազդեցություն, ոչ մի խնդիր չունի դրա հետ։ Ի տարբերություն հրեաների հետ, նայեք սա ով է, սա գիտեք ով է։
Իսրայելի հերցոգն, ասեմ հերցոգը, դա նախագահ հերցոգ էլի։ Ինքը, ասում եմ ոչ ինքը որպես նախագահ, բանին Դավիթ թագավորի անմիջական հետևորդն է եւ այդքանով իրավունքներ ունի այս տարածքների վրա։ Իրանք իրավական, ոնց որ մենք ունենք, ոչ մի հենարան չունեն։ Հիմա պետք է ինչ-որ մի ձևով հիմնավորեն, չէ՞, ինչ են այս կոտորածներն անում, ինչ են այս ջարդերը ցեղասպանություն անում, որովհետեւ նույնիսկ Իսրայելի նման պետությունը, որ Ամերիկան իր գրպանա դրած է, համաշխարհային բանկը իր գրպանա դրած է, համաշխարհային օրենսդրական բոլոր մարմինները միջև Եվրոմիությունից ամեն ինչ իրաց գրպանա դրած է, ռազմարդյունաբերությունը իրանցնա ոչ մի խնդիր չունեն ոչ միտեղ, բայց հասկանում են, որ մի ձև իրանց այս հանցագործությունների համար հիմնավորում է պետք։ Ոչ թե ասենք բեզաչոտ գնդակարում է, ինձ տենց է պետք այդ եմ անում։ Հիմա սրանք հորինել են մի հատ իրավունք, պատմական, բիբլիական, տեսնում եմ ոչ մի բան չի ազդում։ Հիմա ինքն իրան հայտարարում է ուղիղ Դավիթ թագավորի հետևորդ։ Դու պատկերացնեք սա ինչ է նշանակում։ Դավիթ թագավորի հետևորդ, ասենք 2000-2500 տարվա պատմություն ասա, էլի։ Հիմա է սենց են ուզում հիմնավորեն իրաց ցեղասպանությունը։ Իսկ Հայաստանի հարցը այս հարցերը խմբուցելը շատ հեշտ է։ Ընդամենը պետքա ասել աղբի ջան։ Ի վերջո Հայաստանը մի իրավունք ունի թե չունի։ Ի վերջո կա մի բան, որ Հայաստանին է պատկանում։ Կարող եք իմանալ այդ որն է։ Հա, կարող էինք միջև հիմա իմանալ այդ որն է, որպեսզի խուսափեինք, էլի կներեք, այսքան կոտորածից, այսքան զրկանքներից, այսքան զոհերից կարող ենք, չէ՞։ Չի արվել։ Գիտեք ինչի, որ այս հարցը չլուծվի։ Այսուհետև դուք նայեք մարդիկ ինչ են խոսում։ Իրանց խնդիրն ով է իրանց թիրախը, Փաշինյան Նիկոլը, թե իրանց խնդիրը հարցը լուծելն է։ Վստահ եք, որ 99%-ի խնդիրը Փաշինյան Նիկոլն է։ Հարցի լուծումը չի, բացարձակապես։ Ես սա մեծագույն ցավով եմ ասում։ Դրա համար էլ ինչ ասեմ։ Դրա համար էլ եկեք հանդիպենք Լոս Անջելեսում ամսի 19-ին սեպտեմբերին։ Մի բան պետք է անենք, ժողովուրդ։ Որովհետև այսօր քաղաքական ոչ մի օրակարգ չկա սեղանի վրա։ Որովհետև այսօր ոչ մեկ այդ լուծումը այդ մասշտաբների վրա չի առաջարկում։ Չկան դեռ լուծում։ Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում կան մարդիկ գիտեն լուծումը ռեսուրսները չունեն, մեդիան չունեն, լսող չկա, մի խոսքով։ Մենք պետք է անենք դա։ Մենք պետք է անենք, այդնել անշուշտ միացնելով Հայաստանի այն չմեռած ուժերի, որ այս նպատակը ոչ թե երկրորդ Նիկոլ դառնալն է, այս հարցի լուծում տալը։ Իրանք կան, բայց շատ քիչ են, իրանց օգնել է պետք։ Այ երբ որ մենք կարողանանք անենք եւ ձեռք մեկնենք իրանց, այն ժամանակ մենք իրանց մասին ավելի հստակ պատկերացումներ կունենանք, թե ովքեր են իրանք իրականում եւ իրականում մենք իրար բոլորս ինչ կարող ենք անել, որովհետեւ այս ճիվաղը դրա համար է վախենում Սփյուռքից։ Դրա համար է վախենում, որովհետեւ Սփյուռքը մի բան է, որ իր կոնտրոլի տակ չի։ Հայաստանն ամեն ինչ Հայաստանում է իր կոնտրոլի տակ, որտեղ ում պետքա լրացնել, լրացել է, ում պետքա բանտարկել, բանտարկի, եթե էլի պետք լինի, քրեական գործ կառուցի, եթե էլի պետք լինի, բայց մի բան մեր վրա չի կարող անել։ Մենք կանենք, մենք կգնանք միջազգային դատարան, մենք կընտրենք մեր տեխնացուներին հենց Հայաստանում, որոնք կլինեն ապագա մեր իշխանությունները։ Ես այս ամեն ինչում, ժողովուրդ ջան, ես պատասխանատուն եմ, ես իմ վրա եմ վերցնում այս ամբողջ պատասխանատվությունը։ Ու այս մարդիկ հավաքանու ես երևելի անդամները, որ միացել են ընդվորում, շուտով շատանալու ենք, հա, բոլոր սերունդի ներկայացիչներ, բոլոր, միջին, երիտասարդ եւ ավակ, հա, եւ այն մարդիկ, որոնք արդեն անդամագրվել են, նայում այս պայի վիճակով ինչքան անդամագրված կա, այս պա, submission, 238 հոգի, վերջի անդամագրվողը եղել է Մոսկվա, Ռուսաստան։ Ինչերս շնորհակալություն Ռուսաստանում ապրող մեր ընկերներին։
շատ մեծ ակտիվությունը Ռուսաստանից։ Չափազանց, որ ինձ շատ ուրախացնում է, որովհետև միշտ վարկաբեկվել են այնտեղ ապրող մեր հայրենակիցները։ Ինչ ասես ասել են իրենց։ Ինչ ասես։ Ես որ տեսնում եմ այտենց չի, ես դրա վրա ուրախանում եմ։ Ուրախանում եմ, որ մեր հայրենակիցները կարող ապրեն դիկտատուր պայմաններում, խոսքի բացակայության պայմաններում, բայց չհրաժարվեն իրենց երազանքներից։ Այնպես որ իրար պետք է անենք։ Անդամագրվեք, դարձեք մեզանից մեկը։ Հիմա գնանք առաջ։ Հիմա ի ապացույց իմ ասածների, հիմա տեսնենք իրանց օրակարգը ո՞րն է, ինչի մասին է։ Չեն թողել օրակարգից շեղում։ Ազգային ժողովի այսօրվա քննարկումները հասան մինչև 1999 թիվ ու քաղաքացիական պայմանագիր Հայաստան խմբակցությունների միջև բուռն բանավեճի թեմա դարձան։ Բոլորին կոնտրոլի գլխից խփել են։ Հոկտեմբերի 27-ի թեման բացեց քաղաքացիական պայմանագրից Սասուն Միքայելյանը, որը 99-ին ևս ազգային ժողովի падգամավոր էր։ Այս 27-ի թեման 18 թվականից խոսվում է։ 18 թվականից խոսվում է այս թեման։ Այդ թեմա չկա։ Դուք հասկանում եք, չի կարելի 8 տարի նույն թեմայից խոսալ։ Ընդ որում 20 հայտարարել որ թեման այդ հանցագործությունը բացված է, բացահայտված է, ու 8 տարի հետո նորից նույն թեմայից խոսալ։ Ու իրենց լսողը չվիրավորվի, ասյալ դուք ձեռ եք առնում մարդու։ Սա գիտեք ինչի համար, որ հանկարծ իրական խնդիրների մասին չխոսեն։ Իսկ ես հիմա անդրադառնում եմ այս կոնտեքստի մեջ առնվազն երկու փաստաբանի, որ ես գիտեմ, որոնք իրավաբանության հետ կապ ունեն։ Դա ազգային ժողովի փոխնախագահն է, Վարդևանյանը եւ Ղազինյանը։ Հիմա ես հարց եմ տալիս տղերք։ Դուք երբ որ դատապաշտպան եք աշխատում, ձեզ վարձում են, որ դուք մարդու իրավունքները պաշտպանեք, ասենք ձեր կլիենտի հաճախորդի իրավունքներն եք պաշտպանում։ Դատախազը ինչ ուզում է կամ քննիչը ինչ ուզում է, դուք լռում եք նստում եք, ասենք ինչ մեղադրանք դրվի, դուք չեք ասում, որ սա հիմքերը ցույց տուր։ Դուք չեք ասում, որ ապացուցես հանցագործություն եղել է թե չէ։ Դուք չեք փորձում այլ բաներ, որ ապացուցեք, որ դա սխալ մեղադրանք է, քո հաճախորդը դեռ կապ չունի հնարավոր բոլոր տարբերակներով։ Եթե ասում եք, որ փողը տալիս են, լավ էլ գտնում եք տարբերակ։ Հիմա դուք պարլամենտում նստած եք, մեկը падգամավոր, մեկը փոխնախագահ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը գալի կանոնված ձեր դեմը, ասում անդե մի հատ թուղթ կա, ըստ որի, այս դա մասին չգիտեի մայիսին, բայց նոր եմ իմացել, ես պետք է Տիգրանաշենը տամ։ Էսի տամ, բենի տամ։ Դուք իրավապաշտպան եք, դուք փաստաբան եք, դուք իրավաբան եք։ Այդ չեմ ասում նախկին դեսպանի մասին, որ ինքն էլ չէ, սիրուն փաստաթղթերի հետ գործում ունի։ Մենք չեք ասում, այլ մատ հələ հիմնավորի։ Ոսում է իրավական առումով։ Այդ բեր հիմնավորի։ Մենք էլ հələ ժողովրդին ցույց տանք, ասենք ժողովուրդ ջան, մի թքեք մեր երեսին։ Հեսա հիմնավոր է այս ամեն ինչը։ Նարեկ Կարապետյանը ասենք ինքը դատած տարածքը չի հասկանում։ Սամվել Կարապետյանի մասին չեմ էլ ուզում խոսամ։ Ես հիմա գիտեմ Ռուսաստանում մարդիկ կան ներվելու են ասում, ախպեր մեր Սամոյին բան ես ասում։ Ինքը ես ձեզ Սամոյին բան չեմ ասում։ Ես իր արած գործին եմ գնահատական տալիս։ Է որ ասում եք ինքը լավ բիզնեսմեն է, լավ կառավարիչ է։ Բա ուր է իր լավ կապերը։ Բա ուր է այդ աշխատանքը։ Հիմա Գերագույն գլխավոր կապիտուլյանտը մեզ համոզում է, որ ես էլ պետք է տանք, այն էլ պետք է տանք, այն էլ անան, այդա բան մեկը չի հարցնում, ինչի իման վրա։ Ասում եմ երկու իրավաբան կան նստած, մեկը փոխնախագահի կարգավիճակով, մեկն էլ բանը, падգամավորը։ Լավ սեղանի նախապում, բան մեծ հարցրեք։ Հարցրեք, հիմնավորեք, մեզ էլ ասեք կներեք, մենք տեսել եք, էլ մեզ քփուլ մի տվեք էլի։ Մեզ մի ասեք Նիկոլ։ Բայց դուք քանի այդ գործողությունը չեք ասել, դուք էլ եք Նիկոլ, ձեզ ընդեղ նստածնողն էլ է Նիկոլը կամ Նիկոլի պապաները։ Հասկացաք հիմա, որ ոչ մի տարբերություն չկա ձեր մեջ, ու գիտեք ինչի չկա։ Ասեմ, որովհետև դուք դա չեք անելու։ Չնայած դա ձեր պարտականությունն է։ Ոչ մի կասկած չկա։ Ես այդ իլյուզիաները չունեմ։ Իմաստավն ես նան ասեք ասում եմ պատասխանելու են հանցին, թե ինչի են Քոչարյանին կրկին ձերբակալել, երբ Սերժ Սարգսյանը 18 թվականից այսօր գետ մի օր անազատ չի եղել։ Պատասխանեց, որ
դավադություն կամ պայմանավորվածություն չկա, չէ, Սերժի գլորի բաններ կա։ Չկա դες բան, նամիալ է, պարզապես ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը եւ այլոք կարողացել են դատական համակարգին կաշառել ու ազատության մեջ մնալ։ Ինքն անզոր է, կապ չունի, մեզանից ավելի զալմացած է։ Դուք պատկերացնում եք։ Ինքը մեզանից զալմացած է։ Ինքը ընկելը մանա գալիս, ով է այն բանը, որ բանա սլիվը արել, որ Քոչարյանին գալու են ձերբակալել, ով է այդ մեկը, որ նախորդ տեղեկացրել է, հա, միացանայք։ Ածա աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Լսեք։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիանը կուզի կարտահոսի, կուզի չի արտահոսի։ Բա Էս ինքն է, հիմա լսեք։ Շերվակեսին կամ չգիտեմ նախորդ օրը կամ չգիտեմ զանգում Ռոբերտ Քոչարյանն ասում, որ գիտես ինչ գալու են ձեր տուն խոզակցության։ Գտնելու ենք այդ ուտեշկա տվողների եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչա տեղի ունենալու։ Ածա աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա։ Վերջ։ Սա նույնն են բանը, Թրամփի ասածն է, ինքը կարա կանի, բախից խփի ու դա ինքը բան չկործնելու։ Իրան սիրողների համար մեկ է ինքը երբ է խոսում, ինչ է խոսում, ինչ չի խոսում։ Հիմա սա ասում է, դե Սերժ Սարգսյանին չեմ կարա ձերբակալեմ, որովհետև ինքը սաղին կաշառել է։ Ինքը Գագիկ Խաչատրյանը, երևի իրաներ հետ է։ Այստեղ չի ասում նաև ինձ, ասում է դատական համակարգը, որին ինքը հրամայում է, ասում է, տարեք ձերբակալեք, գործ կառուցեք, էս մի անգամից։ Բայց այ իրանց պարագայում ինքը ոչ մի բան չի կարելի։ Դուք գիտեք, որ իրան ընտրողները դրան հավատում են։ Այսօր Դոնալդ Թրամփը ճիշտ է ասում։ Կա այդ շերտը, որ այդ շերտը ունի իրան բնորոշ անուն։ Դե արդեն ասել։ Թող ինձանից չնեղանան։ Մի հատ լսենք էլ։ Պատկերացնենք ես Նիկոլնեմ հարց եմ տալիս, լավ, եթե չեք ուզում 4-րդ հռչակվի, ուզում եք մնա 3-րդը, բայց նաև համաձայն եք, որ 3-րդը Ղարաբաղյանն է, ուզում եք Ղարաբաղյան շարժումը շարունակեք։ Ես համաձայն չեմ, որ 3-րդը Ղարաբաղյանն է։ Այդ է խապկանքը, դա է թակարդը։ Ինքը բոլորից գցել է թակարդի մեջ։ Բայց մենք միջև Իրանը 3-րդ հանրապետությունը ստեղծվել է որպես 3-րդ հանրապետություն, ու այդ ստեղծվելու ընթացքում մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը պաշտպանել է Ղարաբաղը։ Հասկանում ես, սա ձևակերպումների բան է, պաշտպանել է Ղարաբաղը, բայց ինքը առանձին հանրապետություն է։ Հասկացանք։ Հիմա ինքը ասում ախպեր Ղարաբաղը չկա, այս 7-րդը չպետք է ես ալուծարեմ եմ, 4-րդը մրճակում։ Թող մի հատ մյուս թեզ ասեմ։ Ասում է 3-րդը հիմնադրվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Քանի որ 3-րդը հիմնադրվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ եւ կոնֆլիկտների համար, ինքը վերցնում է Ալիևի Էրդողանի թեզերը, որ մենք ռեգիոնում ամենակոնֆլիկտային կոնֆլիկտացին երկիրն ու ազգն ենք, հետեւաբար ֆաշիստ ենք, նրանք ասում են դուք ֆաշիստ եք, պետք է պատասխան տաք, դատվեք, փոխհատուցում տաք, բան ինքը այդ սա թեզերը վերցրել է։ Հիմա ասում է քանի որ 3-րդը տենց է, ես 4-րդը խաղաղության հիման վրա եմ ստեղծում։ Իրականում սա սուտ է, իրականում պահանջատիրությունից հրաժարվելու մեջ է, որ Ադրբեջանը անդադ ասում է, հրաժարվի, որ իմը մնա, հրաժարվի, որ սա օրինական ինձ լինի, իմը լինի, ես կարողանամ սա օրինականացնել, սրա մասին է, բայց դուք սա չեք լսի, սա ընդամենը հրաժարում չէ, սա նշանակում է Ադրբեջանի տարածքների օրինականացում, քո հայրենիքի վաճառ, որ քո թշնամին հանգիստ կարողանա դա օրինականացնել։ Որովհետև այդ տարածքները Իրանը չեն, ամրագրված չեն ՄԱԿ-ի կանոնակարգով եւ ՄԱԿ-ի փաստաթղթերով։ Ինքը դա է անում։ Ասում է հրաժարվեք 3-րդ հանրապետությունից, որովհետև 3-րդ հանրապետությունը առաջինի իրավահաջորդն է։ Ասում է հրաժարվեք, մենք հաստատենք, հայտարարենք այսքան, վերջ, Ադրբեջանն ու Թուրքիան անդեմանում արդեն մեզ վերջնականապես հոշոտելու վերջնական փուլը, որովհետև քանի դու չես հրաժարվել այդ տարածքներից, իրանք չեն կարող սեփականացնեն դրանք, ոչ մի իրավունք չունեն իրանք դրա վրա, այնտեղ մի կողմից Թուրքիայի գլխին կանգնած է Վուդրո Վիլսոնը, ստեղից կանգնած է Ազգերի լիգան, սա է մեծագույն բանը, թակարդը։ Ուզում է դառնա հիմնադիր հայրը, տետել կա, էլի, դե ինքը ուզում է Իրաքի Սանդրին դնեն, Դες առարկայական չի։ Հիմա հարց քեզ, պատմաբան ես, 3-րդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի հիման վրա։ Բնականաբար ոչ, կոնֆլիկտը Հայաստանը չի ստեղծվել։ Երբ որ ասում ենք Ղարաբաղյան, այդպես առարկայական պետք չի պատկերացնել, խոսքը արժեքային
Գենե ջան, ինչ արժեքային գլոբալ նայեք, ասում եմ Ադրբեջանին, այն տարածքներն է պետք օրինականացնել, ինքը ինչ որ զավթել է։ Այն ինչ որ իրան կովկաբանը, կավիրոն նվիրել է։ Դա հնարավոր է մենակ, երբ որ Հայաստանը հրաժարվում է դրանից։ Այս թակարդը տեղա խելքի արեք։ Ով չգիտե։ Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է։ Զգացել եք սա Նիկոլի նման է խոսում։ Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունը։ Արդարադատությունը պահանջում է ուրեմն, որ դուք բոլորդ հայտնվեք ճաղերի հետևում։ Արդարադատությունը պահանջում է, որ մենք իմանանք 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի բոլոր մանրամասները։ Այդ դա արդարադատությունն է։ Բա մեկը չկա այս թուրքի ծնունդին դա ասի։ Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է։ Ռուբեն Ռուբինյան, արդարադատության մասին ձեր պատկերացումը տոհմացեղային է։ Գուցե այսուհետ ավելի ճիշտ կլինի ձեր ազգային ժողովի նախագահի պաշտոնն անվանել ցեղապետին կից ավակների խորհրդի նախագահ։ Դուք շփոթել եք խորհրդարանական հանրապետությունը տոհմացեղային խորհրդի հետ։ Միայն այդ դեպքում է հնարավոր հասկանալ, թե ինչու է ազգային ժողովի նախագահը անաչառ արդարադատության փոխարեն խոսում ժողովրդի վրեժխնդրության մասին։ Ժողովրդավարական իրավական պետությունում կա հստակ տարբերակում։ Այո, պետությունը կարող է եւ պետք է պատժի ենթադրյալ հանցագործին, բայց առաջնային են օրինականությունը, անկախ դատարանը, համաչափ պատիժը, անմեղության կանխավարկածը։ Ձեր այդ հայտարարությունը իրավական պետության չգոյության մասին է եւ սպառնալիք է հենց այն ժողովրդի համար, որի անունից դուք խոսում եք։ Իդեպ դուք ո՞ր ժողովրդի անունից եք խոսում։ Այն ժողովրդի, որի յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին աղքատ է, մինչդեռ ըստ հետքի միայն վարչապետի եւ 10 նախարարությունների աշխատակազմերը վերջին 5 տարում ստացել են 41.5 միլիարդ դրամ պարգևավճար։ Ո՞ր ժողովրդի անունից եք խոսում։ Այն ժողովրդի, որի զոհված զավակների ամբողջական անվանացուցակն անգամ հարկ չեք համարում հրապարակել։ Այն ժողովրդի, որի բանակում սպանված զինվորներին վերաբերվում եք ընդհանրապես որպես վիճակագրություն։ Ոչ դուք, ոչ ձեր ղեկավարը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։ Հյուրացրել եք ժողովրդի իշխանությունը, ոտնահարելով սահմանադրությունը, WhatsApp-յան կառավարմամբ զրոյացնելով ինստիտուցիոնալ այն հակակշիռները, որոնք նաև պիտի սահմանափակեին ձեր իշխանությունը։ Սա ընդդիմադիր հռետորաբանություն չէ։ Freedom House-ը օրինակ դատական անկախության ոլորտում արձանագրել է քաղաքական համակարգային ազդեցության խնդիրներ եւ համապատասխան ցուցիչում Հայաստանին տվել է շատ ցածր գնահատական։ Ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Եթե համակարգը առաջնորդվում Այսինքն տղենա որ ասում է ինչ անեմ, ես չեմ կարող։ Դատարանին կապմանը կաշառել են, ես ինչ անեմ, չեմ կարող Սերժի դեմ։ Բայց ասել է կզսնել եմ, դա մենակ հոբին է վերաբերվում։ է ձեր հրահանգներով։ Դուք եք որոշում ով նստի, երբ նստի, ինչ պայմաններում նստի, ապա ինչու ենք հարկատուներից հաշվին դատարան պահում։ Գուցե այդ բյուջեն ուղղեք Պարչաբենդին։ Ունեմ լեգիտիմություն։ Չնայած ԿՀ պաշտոնական արդյունքներով դուք ձևավորել եք իշխանություն, չի նշանակում, որ դուք լեգիտիմություն ունեք, որովհետև լեգիտիմությունը միայն ընտրական process-ներում վերարտադրվելը չէ։ Լեգիտիմությունը անդադար փորձաքննվում է ժողովրդավարական ընթացակարգերով, որոնք դուք համառորեն ոտնահարում եք։ Նիկոլ Փաշինյան, դուք խեղել եք այն միջավայրը, որտեղ պետք է ձևավորվեր ժողովրդի ազատ կամքը։ Ընտրովի արդարադատության, վարչական ռեսուրսի, հայ ժողովրդին տեղեկատվական հարձակումների թիրախ դարձնելու պայմաններում, բևեռացման, ատելության միջավայրում դուք ինչ լեգիտիմության մասին եք խոսում։ Դուք Հայաստանի Հանրապետությունը վերածել եք տոհմացեղային խորհրդի, ավելի ճիշտ ՔՊԱ-կանների խորհրդի, որովհետև նույնիսկ տոհմացեղային շատ հասարակություններում առաջնորդը չէր կարող իր կամքը ներկայացնել որպես համայնքի կամք եւ այն պարտադրել բոլորին այնպես, ինչպես դուք եք անում։ Եվ վերջում բարի խորհուրդ ձեզ, ձերոնց, այդ թվում ցեղապետին կից ավակների խորհրդի նախագահին Ռուբեն Ռուբինյանին։ Դուք ինչքան հնարավոր է քիչ խոսեք ժողովրդի վրեժի ու վրեժխնդրության մասին։ Որտեղ առաջի զոհը դուք եք լինելու դրա։ Եվ ժողովուրդը հələ սպասում է 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մանրամասն։ Զգացել եք, որ պարլամենտում զրո խոսակցություն դրա մասին։ Չկա, դες բան չի եղել, հանցագործություն չի եղել այդ մասշտաբի պետության նկատմամբ։ Իսկ այդ ականքը պնդում է, որ կաթողիկոսը խմբեր է ուղարկել տարբեր բնակավայրեր հեղափոխություն սկսելու համար։
մայրաթորներ հերքում, բայց ինչ եք հերքում։ Ինչ եք հերքում։ Բեապար։ Մի հերքեք, ասեք, բայց դու չեք ասում։ Դժգոհ եք, ելեք հեղափոխություն անեք։ Ինչ եք հերքում։ Ասեք, մենք իրականացրել ենք քո ցանկությունը ընդհանրապես։ Որտեվ դժգոհ ենք եւ լսել ենք քո կոչին։ Չէ՞ որ դու սիրում ես կոչեր անել, օրինակ 20 թվականին կոչ էր անում, որ բոլորը գյուղապետերը հավաքվեին համայնքներում, A. Հավաքվել, B. Կազմել ջոկատներ, G. Գնալ տնից ով ինչ ունի, կանեն G. D. Գնալ բան, ճակատ մեռնելու։ Չէ՞ որ դու սիրում ես դες կոչեր անելու։ Հետո ասես, ախր մեր տարածքը չէր։ Դեմա նույնիսկ կոչ արեցիր, դժգոհ է, ելեք հեղափոխություն անեք։ Հիմա խնդրեմը ո՞րն է։ Եթե նույնիսկ այտենց մի բան կա։ Իսկ այդ երբանից դարձավ հեղափոխությունը անօրինական գործունեություն։ Հա? Հեղափոխությունը դա մարդու բնական իրավունքն է։ Ընդ որում մարդիկ քո կոչին լսելով են անում։ Այդ ո՞նց ասենք, պատերազմ գնալու կոչը օրինական է, հեղափոխական քո կոչին հետևելը անօրինական, դες ո՞նց է լինում։ Ունեցող իզուր է հերքել կաթողիկոսը։ Ինչ չի անում։ Մեսանայեք վերջը։ Տեսեք ինչ են արել ուշարձանը նայեք այս այլանդակություն։ Նիկոլա պետությունն է։ Բղծապետություն։ Բղծապետություն։ Ես հիշեցնեմ, այս կազմակերպությունը, որ տրված է այստեղ, այս կազմակերպությունը, որ տրված է ավիրելու գործը, պլանով ինքը պետք է ավիրեր, քանդեր, եթե մարդիկ չկանոնացնեին։ Եվ հետաքրքրն է, որ ասում են, չէ, տվել ենք վերակառուցելու ռեստավրացիայի, մինչդեռ այդ կազմակերպության հետ կնքած պայմանագրի մեջ դες կետ չկար եւ ամենակարևորը այդ կազմակերպությունը երբեք ռեստավրացիայի գործով չի զբաղվել։ Չունի փորձ ոչ էլ դրա մասնագետն է։ Ու ռեստավրացիայի գործանողները այտենց այդ գործիքներով եւ այդ մեթոդաբանությամբ չեն քանդում մի բան, ինչու պետք է ռեստավրացիա անեն։ Դուք պատկերացնում եք մեկը ասենք էքսկավատորով մտնի հնավայր, ասի եկել են բան հետազոտություններ անեմ, հայ նույն ձև իրանք նույն բան անում են սուշարձանները։ Սա բղծապետություն է։ Գնանք միջազգային նորություններին ու վերադառնանք Հայաստան։ Ուրեմն հազարավորները դուրս են եկել միտինգների, որոնք պահանջում են վերացնել Իսրայելի նկատմամբ բոլոր հովանավորչական գործողությունները, այսինքն հովանավորչությունը Իսրայելի փող տալը Իսրայելին դադարեցին։ Սա երկու ամիս մնացել ընտրություններին, 100 օր ավելի ճիշտ, 100 օր ու այս պայի դրությամբ Թրամփ ունի ընդամենը 20%, որ ասում է կանեմ մարդը խփեմ, այդ 20%-ը մեկա իմն է, հա, բայց այդ 20%-ը քեզ չի փրկելու։ 20%-ի արդյունքում դուք ունենաս 20% զայն սենատում, կոնգրեսում, ներկայացուցիչների պալատում, որ նշանակում է, որ իմպիչմենտի հավանականությունը փռվում է իջև աստղեր։ Որն էլ իրենից նշանակում է, որ Իսրայելի նկատմամբ այս հովանավորչությունն է կաննելու։ Եվ գուցե մի օր, ասենք իմպիչմենտից հետո վերականգնվի համաշխարհային կարգը, հա, օրենքները, ասենք վերադառնանք նրան ինչ որ ունեն, քիչ գոնե, հա, step by step։ Եվ մի բանի շատ կարևոր բան էլ ստեղ կա, էլի։ Սա ոչ թե Ամերիկայի դիրքերի ամենապնդումը ներկայացնում, որը էլ չի լինելու երբեք, բայց ստեղ ուրիշ բան կա։ Երբ որ վերադարձանք մենք համաշխարհային կառավարման ստատուս քվոյի, այն ժամանակ ես մեծ հավանականությամբ կանխատեսում եմ, որ Ամերիկայի եւ Իրանի հարաբերությունները լավանալու են։ Չկա պատերազմ,
Չկա Իսրայել, որ խանգարելու է, իսրայելական լոբին քանդվելու է այս ընտրությունների արդյունքում։ Կարա նորմալանա Իսրայել ներողություն Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս թրիփի, այս այլանդակությունների այն ինչ որ կա, հետ կանգնի։ Հետ կանգնի Իսրայելը չի ունենալու այդ հնարավորությունները, որպեսզի պնդի։ Ես հիմա ձեզ հարց եմ տալի։ Եթե եղավ այն ամեն ինչ որ ես կարծում եմ որ տենց էլ լինելու է, ասկն Թրամփի impeachment, ամերիկյան եւ իրանական հարաբերությունների կարգավորում, չեմ բացառում սանկցիաների նույնիսկ վերացում եւ նավթի գների կարգավորում, ամեն ինչ հնարավոր է։ Հետևաբար Իսրայելի դերի թերացում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է ասի չէ, ես փակում եմ Իրանի ճանապարհը դեպի Սևծով։ Իմիջիալոս կարանի, եթե այդ ճանապարհը արդեն պետք չլինի Իրանի։ Իսկ Իրանին այդ ճանապարհը առայժմ պետք է, բայց դա չի նշանակում, որ ինքը Թուրքիայի տարածքով նույն բանը չի կարող անել։ Որովհետև եթե գնաց հաշտեցման, այսինքն գնաց նոր ՆԱՏՕ-ի ձևավորումը, որը արդեն իր մեջ ներառում է Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Պակիստան եւ Իրանին են հրավիրում ընդե։ Եթե այս քարեկը ձևավորվեց, կարող է Հայաստանը որպես անհրաժեշտություն, Զանգեզուրը եւ այլն վերանա եւ իրեն ասի թքա ծեր վրա։ Զանգեզուրն են ուզում խլեն։ Դուք եք գնում ինքնասպանության, ես ձեզ հետ եմ կանգնացնում ամեն անգամ, ամեն գնով։ Բայց եթե ուզում եք ինքնասպան եղեք, ես Թուրքիա կտամ։ Ինքը հանգիստ կարատան, ոչ մի խնդիր չունի։ Թուրքիայով Սևծով ինչ ա ու դուրս չգա։ Ինքը խնդիր չունի։ Տեսնենք մասկրինը։ Չինաստանելի հիշացնում է այս ամերիկյան Նիկոլին, որ լսի, դու ոչ մեկ ես համաշխարհային այսօրվա ասպարեզում, դու չես կարող դառնալ համաշխարհային ոստիկան եւ թելադրել ով ում հետ կարա առևտուր անի, ով ինչ անի։ Մենք չենք ընդունում ոչ մի հրաման քո կողմից։ Դու այլևս թելադրող մարմին չես։ Սա նայա ինչին ասավ Դոնալդ Թրամփը։ Իսկ միջև այդ ասեմ, Չինաստանը շատ զգուշ էր վերաբերվում ամերիկյան սանկցիաներին, որովհետև իր տնտեսությունը շատ բանով կախված է դրանից։ Այս Թրամփի քաղաքականության արդյունքում այնքան երկրներ որ հրաժարվեցին այլևս աշխատել Ամերիկայի կանոններով, բացեցին բոլոր դռները Չինաստանի համար։ Եվ հիմա Չինաստանը շատ հանգիստ Դոնալդ Թրամփին ուղարկում է այնտեղ, որտեղ ճիշտ ասած հենց իր տեղն է։ Բայց ինքը վստահ է, եթե նույնիսկ մարդը սպանի, իրեն մեկը ընտրելու է։ Շվեդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Եվ պահանջում է դրա իրականացումը եւ անպայման ձեռնարկել Նետանյահուն, ոչ մի բան չի փոխվել։ Սա իդեպ հետաքրքիր բան է։ Սա Թրամփի հետևորդների համար են տարածում, ամերիկյան Նիկոլի։ Սա հանգիստ կարել ես գլխարկի վրա գտել դուխով, այսպես կամ են սրտի կդնել վրա։ Ոչ մի տարբերություն չկա։ Նույն որակի կոնտինգենտ է։ Լսենք մեր հայրենակիցներին։ Իրավապահ լավ մարդիկ են, հիմիկվանները սա գեղացի են, իրավապահ լավ մարդիկ են, հիմիկվանները սա գեղացի են, անգրագետ չոբան։ Իշխանությունը պիտի փոխվի, միլիցիային էլ հետը չոբաններին ուղարկեն չոբան, էշպան, կարգին դբրոսկար, բանկար, միլիցիայի ակադեմիա կա 6 ամսումով է դառնում իրավապահ մարմին, ուզում եմ հասկանամ։ Մարդիկ ինստանցիա էին անցնում, դպրոց էին անցնում, դաստիարակություն ունեն, անդաստիարակները երկիրը վխտում է։ Դրա համար այսօրին ենք, ամեն րոպե սպանությունը էսա այն է։ Իդեալական նկարագրություն։ Իմ ջերմից ասեմ, սա պարզվեց, որ դպրոց ավարտածների այս տարվա 50%-ը նույնիսկ չի մտածում համալսարան կամ ինստիտուտ սովորի։ Սզբան չի եղել։ 50% է։ Դա նրանից չի որ են 50%-ը գնալու է մասնագիտություններ սովորի։ Ասենք դառնա, չգիտեմ, ատաղծագործ, տես մասնագիտություն կամ սնկամ տոկար։ Ինչ են անելու։ TikToker, տաքսիկ շող։
Ես ոչ մի բան չունեմ TikToker-ների կամ տաքսի քշողների դեմ։ Բայց Հայաստանի նման երկրի համար կրթությունը առաջնային է։ Բարձր տեխնոլոգիաների մեջ լինել առաջատար առաջնային է։ Իսկ սրանք հասան նրան, իրենց կրթությունը նորաձևա բաներով, որ մարդը երեխան նայում է, չէ, երեխային չես խափի։ Երիտասարդը նայում է, այս դեբիլը, էսի կրթություն չունի, կրթություն չունի, սանց խոսակցական որակը սա է, ու լավ էլ ապրում է, սա միլիոնատեր է։ Այստեղից հետևություն, միլիոնատեր լինելու համար, քաղաքական գործիք լինելու համար կրթությունը պարտադիր չի, հետևաբար ինչ իմաստ ունի 4-5 տարի գումար ծախսել, սովորել, երբ որ կարելի է դրա փոխարեն դառնալ ՔՊ-ական, դառնալ հանրապետական կամ քոչարանական, ուղղակի նստել օլիգարխների փողի վրա։ Սենց արդյունք կարող են ապահովել մենակ այս տգետների իշխանությունը, որոնք արժե զրկեցին ամեն ինչ։ Ես ասում եմ, սրանք իրականացրեցին ոչ միայն էթնիկ զտում Արցախում, սրանք իրականացրեցին բարոյացիդ։ Իսկ Ժվանեցկին լավ խոսք ուներ, ասում է քաղաքակիրթ մարդու հետ նույնիսկ լռելն է հետաքրքիր։ Եվ իրականում հայրենիքը կարող է սիրել միայն քաղաքակիրթ մարդը, որ իրոք դրա անասում է, կրթությունը արդեն կապ չունի։ Ուղղակի կրթությունը նպաստում է դրան։ Այդ Նապոլեոնի ասածը, որ դու իրոք հայրենիքը սիրել ու պաշտպանելը, դա քաղաքակիրթ մարդու գործ է։ Իսկ ես ասեմ, ինչ ուզում եք արեք։ Դպրոցներ են պատմում, 250 դպրոց է սեպտեմբերի 1-ից սահմանամերձ շրջաններում։ Был построен в Пастуший мост, соединяющий два берега реки Аракс. Это один из крупнейших мостов в Анатолии. Он был построен в 1298 году. Описание моста есть в пушкинском путешествии в Арзрум. Поэт описывает его так. В 15 верстах от Гасан-Кале находится мост, прекрасный и смело выстроенный на 7 неравных сводах. Предание приписывает его построение разбогатевшему пастуху, умершему пустынником на высоте холма. Мост называется Чабан-Кепри, мост пастуха. Дорога в Тебриз лежит через него. Սա մեր հայրենիքի մի մասն է։ Մի մաս։ Այս 1000 մոտավորապես 900 տարի կառուցված այս մոստը Արաքսի վրայով։ Սա Հայաստանի տարածքում է։ Այստեղ մեր մի պատմության մի կտորը կա։ Ինչպես այսօր հիմա երազում ենք են ո՞ս կամորջն ասեմ, Բերձորի կամորջն ասեմ, որ անցնում էր արդեն մեր Արցախ։ Իջնում էր տեղ բյուրի կողքերով սենց իջնում էր, ու ցնում էր գետը, եւ դու արդեն Արցախում էիր։ Մնաց հիշողություն։ Քիչ-քիչ վաղ ամեն ինչ սենց մնալու է հիշողություն։ Նորավանքն կմնա հիշողություն։ Ասեմ ձեզ, Տիգրանաշենի տալը մեկ էլի լավ չեք հասկանում ինչա նշանակում սնուցող երակ փակելը։ Օրգանիզմը դա կոչվում է ինֆարկտ։ Մարդիկ մահանում են դրանից։ Պարտադիր չի միանգամից։ Բայց մահում են։ Որովհետև չես կարող հիմնական սնուցող ճանապարհը 10 թշնամու դիրքերով հանդերձ։ 10 էլ ինչի համար։ Ոչ մեկ չի ուզում ինչ-որ մի բան վերցնի։ Պատրաստ են տան։ Դա ոչ միայն արժանապատվության պակասից է, բայց նաև քաղաքակիրթ չլինելու պակասը։ Իմ ջելս քաղաքակիրթ լինելը քան չեն զիջողականությունը չի։ Քաղաքակիրթ լինելը առաջին հերթին սեփական իրավունքների մասին տեղյակ լինելն է եւ այդ իրավունքը չզիջելն է։ Դա է քաղաքակրթությունը։ Իսկ այն որ վախից ամեն ինչ տալիս է, դա քաղաքակիրթ չի, դա վախկոտ է։ Մատ խոսքա չի, ասում է ներելը ուժերների մենաշնորհն է։ Իսկ թույլը ով է որ ների կամ չների։ Պահանջատեր լինելն է ուժերների մենաշնորհը, թույլը ով է որ պահանջներ ունենա։ Այ հիմա մեզ այդպես մի հատ վիճակի մեջ ա բերել, մի հատ երևույթ, որ ամբողջ կյանքը երևի երազել է հասնի նրան, որ կարողանա հանդիսանա մի ամբողջ քաղաքակրթության
կործանման հեղինակը։ Եվ փոքր ժամանակ այդ է երազել։ Մարդիկ ասել են երևի ծննդիդ մի հատ երազանք բա ինքը մտածել է ոնց կործանեմ մի ամբողջ քաղաքակրթություն էլի։ Ոնց մնամ պատմության մեջ։ Ալի կործանեմ մի ամբողջ քաղաքակրթություն։ Սա մի խնդիր չկա։ Դամա պետք կատարեց թուրքերի երազանքը։ Հարցրել այս փող կտան դրա համար։ Չկա թիվ աշխարհի տակ, որը չարժի դրան, կտան քեզ ինչ ուզես։ Եվ անում է։ Այսօր ամենասկան լավ մացեք։